Ինչ պետք է իմանալ եկամուտների հայտարարագրման մասին, ովքեր են պարտավոր հայտարարագիր ներկայացնել, ինչպես է լրացվում այն։ Եկամուտների հայտարարագրման գործընթացում կատարված բարեփոխումները քաղաքացիներին մատչելի ներկայացնելու նպատակով պետական եկամուտների կոմիտեն մարզերում նախաձեռնել է իրազեկման արշավներ։ Հերթական հանդիպումը Գավառ քաղաքում է։ Հայտարարագիր ներկայացնելու համար պետք է որպեսզի ունենաք նույնականացման քարտ։ Եթե կան մարդիկ, որ դեռևս ձեռք չեն բերել, անպայման դիմեք անձնագրերի եւ վիզաների վարչություն, ձեռք բերեք նույնականացման քարտերը։ Մյուս կարևոր պահանջը էլեկտրոնային ստորագրության առկայությունն է։ Էլեկտրոնային ստորագրություն շատ արագ կարողանում եք ստանալ բջջային օպերատորի միջոցով։ Այնուհետև անցնում են հայտարարագրի լրացման բուն գործընթացի ներկայացմանը, սկսած համակարգ մուտք գործելուց մինչև հայտարարագրի հանձնում։ Ընթացքում բացատրում են նաև քաղաքացիների համար անծանոթ մասնագիտական տերմինները։ Հայտարարագրման հետ կապված քաղաքացին պետք է իմանա, որ եկամուտներն են, որոնք հայտարարագրվող են կամ հայտարարագրվող չեն, եւ ամենակարևորը, որ եկամուտներն են, որոնք հարկվող են եւ չհարկվող են։ Դրա համար այս տեղեկատվությունը, քանի որ ինքը քաղաքացին միգուցե դժվարությամբ կարողանա ինքնուրույն ստանալ, մենք նախաձեռնում ենք այս ամենը, այս իրազեկումները, որպեսզի տեղում կարողանանք այս ամբողջ գործընթացը ներկայացնել։ Հայտարարագիրը լրացնելու համար քաղաքացիները կարող են դիմել նաև տեղի հարկ վճարողների սպասարկման կենտրոններ, գործընթացը ճիշտ եւ ժամանակին կազմակերպելու համար։ Սպասարկման սրահներն աշխատում են 9-ից մինչև 6-ը առանց ընդմիջումների։ Եթե քաղաքացին կմոտենա տեղում, թեկուզ իր հեռախոսով, որի վրա ակտիվացված կլինի բջջային ստորագրություն, կստանա եւ հարցերի պատասխանը եւ հնարավորության դեպքում նաեւ կօգնենք լրացնել հանձնել հայտարարագիրը։ Հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչները պատասխանում են նաև լսարանի հարցերին, դրանց մեծ մասը վերաբերում է սոցիալական ծախսերի փոխհատուցմանը։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։